տեսեք, ինչ վերաբերում է առաջին հարցին, ուրեմն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել, մինչև որ Ադրբեջանի Հանրապետությունը չստանա ինչ ուզում է Հայաստանի Հանրապետությունից, իսկ Ադրբեջանի Հանրապետության պահանջները չբավարարվեն։ Իսկ որոնք են այդ պահանջները։ Ամենաառաջինը, ինչպես այսօր Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվական միջոցներում են անդադարձում բարձրացնում, դա ոչ թե սահմանադրության փոփոխումն է, փոփոխությունը Հայաստանում, այլ առաջինը դա անկլավներն են, տարածքներն են, որ ադրբեջանությունը պահանջում է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև այս բանին ընթանում է դեմարկացիա, դեմարկացիա, սահմանազատում, սահմանագծում, ինչի շրջանակում բոլոր տարածքները խորհրդային Ադրբեջանի Հանրապետության կազմում են եղել, բայց այնպես ասենք խորհրդային միության իշխանությունների շնորհիվ հայտնվել են Հայաստանի Հանրապետության խորհրդային Հայաստանության կազմում կամ հակառակը խորհրդային Հայաստանի Հանրապետության տարածքները խորհրդային իշխանությունների շնորհիվ հայտնվել են խորհրդային Ադրբեջանի Հանրապետության կազմում, պետք է այսպես ասենք փոխանակվեն։ Դա նշանակում է, որ այս պահին կան 4 անկլավներ եւ 4 սահմանամերձ գյուղեր, որոնք Ադրբեջանությունը հավակնում է։ Դե մի մասը արդեն ինչքանով որ ես եմ հասկանում, սահմանազատում, սահմանագծում գործընթացի շնորհիվ սկսել են փոխանակվել կամ հանձնվել կամ մի խոսքով փոխանակվել, անվանենք այսպես, կամ հանձնվել։ Դրանցից 4 անկլավներն են, ամենամեծը Տիգրանաշենը, Քյարքին, հետո Սոֆունը, Բարխուդարուն եւ Վերին Ոսկեպարը, սրանք անկլավներ են, որոնք չունեն ընդհանուր տարածք Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր ցամաքային սահման շփում Ադրբեջանի Հանրապետության հետ։ Մնացած 4 ներքին Ոսկեպարը, Բաղանի Սայրումը, Խերիմլին եւ Բաղանի Սայրումը, սրանք սահմանամերձ բնակավայրեր են, որոնք ընդունել են ընդհանուր սահման Ադրբեջանի Հանրապետության հետ։ Բայց այստեղ ամենավտանգավոր անկլավներն են, ինչու, որովհետև օրինակի համար Տիգրանաշենը Քյարքին գտնվում է Արարատի մարզում Հայաստանի Հանրապետության, որի միջով անցնում է M2 միջպետական մայրուղին, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ունի ավտոմոբիլային ցամաքային հաղորդակցություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հետևաբար եթե M2 մայրուղին Ադրբեջանի Հանրապետությունը վերցրեց փակեց, իսկ ինչի պետք է վերցնի փակի, որովհետև ես 2020 թվականի նոյեմբեր ամսից բաղվում է այն մասին, որ վտանգ եմ տեսնում, որ կարող է որ իսկական ճակատեն ճանապարհը մի մասը հայտնվի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, այդպես է եղավ, Ադրբեջանությունը վերցրեց այդ ճանապարհը անցակետերի տեղակայեց, հայկական կողմը զրկվեց այդ ճանապարհով այդ ճանապարհին օգտվելու հնարավորությունից, ինչը շատ մեծ լոգիստիկ եւ ռազմական նշանակության խնդիրներ եւ մարտահրավերներ առաջացրին Հայաստանի համար։ Հիմա նույն բանը անելու են այստեղ, վերցնելու այդ անկլավը, այնտեղ 2 անցակետ են դնելու, ամբողջությամբ փակելու են այդ ճանապարհը եւ հայկական կողմը զրկվելու է այդ մայրուղուց, M2 միջպետական մայրուղուց, իսկ M2 մայրուղով Հայաստանի Հանրապետությունը սնուցում է Վայոց ձորը, Հայաստանի Հանրապետությունը սնուցում է Սյունիքի մարզը։ Ես կրկնեմ, որ Վայոց ձորը եւ Սյունիքի մարզը երկու կողմից Նախիջևանի Քիվանյան Հանրապետության տարածքից եւ Ադրբեջանի Հանրապետության տարածք, քանի որ պետք է նշել, որ Սանգելյանը, Կուբատլին, Քելբաջարը եւ Վլաչին անցել են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, հետեւաբար Ադրբեջանությունը արևելքից սեղմում է այս երկու մարզեր։ Երկու մարզերը առանձնակի ռազմավարական սնուցում պետք է ունենան, բայց թիվ 1 սնուցումը ավտոմոբիլային ճանապարհն է, որը կարող է որից հարկավոր հայկական կողմը զրկվել։ Ռեզերվային կռունտային ճանապարհ սարքել կամ սարերից այսպես ասենք ալտերնատիվ ճանապարհ, այսպես ասենք Սելի Միլիարնանցկով, դա լուծում չի։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լիարժեք ասֆալտապատ ճանապարհ, քանզի զինված ուժերը սնուցելու համար մեծ արագությամբ են պետք է բեռները տեղ հասցվեն, որովհետև թե նորից եմ ասում,
Վայոց ձորի Սյունիքի մարզը սեղմված են երկու կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից, երկու ուղղություններով սեղմված են, երկու կողմից սեղմված են, ռազմական գործողություններով հարված երկու կողմից են անցկացվել, խենգալու նրանց պետք է շատ արագ մատակարարում, մարդկային ռեսուրսի տեղ հասցնում, վառելքակսուկային նյութերի ռազմամթերք հասցնել, զինտեխնիկա հասցնել, նոր կենթանի ուժ, մոբիլիզացիոն ռեզերվները այնտեղ տեղակայել արագ հայտնի, իսկ այդ ամեն ինչի համար պետք է ասֆալտապատ ճանապարհ, որը թույլ կտա մեծ արագության բեռնատարան ավտոմեքենաների տեղաշարժվել եւ տվյալ ճանապարհը պետք է ունենա բարձր բաց թողունակություն, то есть высокая пропускная способность. Որը թույլ կտա միաժամանակ հանդիպակաց մի քանի բեռնատար մեքենաների անցնել իրար չխանգարելով, այսինքն մի կողմից սնուցումը գնում է, մի կողմից է եթե իրավորներին կամ խաղաղ բնակչությանը տարհանում են, եթե նման խնդիր կլինի, հետեւաբար ճանապարհները ծանրաբեռնված են, պետք է ճանապարհներին բարձր բաց թողունակություն, высокая пропускная способность дорог. Ես նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետությունը կարող է այդ ամենից զրկվել, որովհետև նոր ճանապարհից եթե զրկվեց միայն գրունտային ճանապարհը, նախ գրունտային ճանապարհը այնտեղ հարցի լուծում չի, որտեղ որոշ դեպքերում ճանապարհը թույլ չի տալիս բեռնատար ավտոմեքենաներին այնտեղ անցնել հաշվի առնելով տեղանքի, այսպես ասենք, առանձնահատկությունները, ճանապարհը սարքում է, պետք է նշել, որ որոշ ճանապարհներ այդ ուղղությամբ, որ ալտերնատիվ ուզում են սարքել, անցնում են որոշ գյուղերի միջով, հետևաբար տների արանքով, այսպես ասենք, հա, գյուղացիների, իսկ այնտեղ կարող են անցնել այնպիսի ավտոմեքենաներ, ինչպիսին 03-21-06 ավտոմեքենաներ, Ժիգուլիները, այսինքն նման տիպի փոքր մարդատար մեքենաները, բայց որ բեռնատար մեքենաներ, նրանց համար որպեսզի ճանապարհը հարմարեցվի, դրա համար տևական ժամանակ է պետք, բայց այդ ժամանակը չունի, որովհետև բնակավայրերը այնտեղ Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում պետք է սնուցվեն սննդամթերքով, դեղորայքով, վառելքակսուկային նյութերով, առաջի կենցաղային նշանակության կարևորության իրերով, սարքավորներ եւ այլն, որպեսզի նրանց առօրյան ապահովեն։ Եվ այս պայն Հայաստանի Հանրապետությունը ունի միայն ավտոմոբիլային ճանապարհ, ցամաքային հնարավորություններ դա անելու բեռնատար ֆորաներով։ Հայաստանությունը ունի օդային հնարավորություններ, ուղղաթիռային տրանսպորտային, ինքնաթիռային ավիացիա եւ Հայաստանությունը ունի այնպիսի օդանավակայաններ Վայոց ձորում եւ Սյունիքի մարզում, որոնք թույլ կտան ընդունել մեծ քանակությամբ նման ինքնաթիռներ, սնուցել եւ բացի դրանից իրերի ապրանքների ինքնարժեքն է ավելանալու, իսկ պետք է հասկանալ, որ Երևանից ինչքան հեռու, այնքան բնակչության վճարողունակությունը платежеспособность այնքան ավելի ցածր է, մարդկանց սոցիալական տնտեսական վիճակը ավելի ցածր մակարդակի վրա է, դրանաբար շատ խնդիրներ են առաջանում, պատերազմը սկսվեց, նորից եմ ասում, ռազմամթերք հասցնելու խնդիրա ծագելու եւ այլ, դրան գումարած, քո ալտերնատիվ ճանապարհը, որ դու ուզում ես սարքել, ալտերնատիվ Տիգրանաշենքի քարքից, այսպես ասենք, շրջանցող, գտնվում նշանակության տակ, գտնվելու է նշանակության տակ Ադրբեջանից զինված ուժերի կողմից, համ Նախիջևանի ինքնավար հանրապետության, համ Տիգրանաշենից քարքից, հետեւաբար կարող ամբողջությամբ կտրես ադրբեջանական կողմ շատ է սիրում այդ ռազմավարությունը օգտագործի հետախուզահարվածային անօթաչուտային հարձակման միջոցներով, հետախուզահարվածային անօթաչու թռչող, մարտավարական հետախուզահարվածային անօթաչու թռչող սարքերով, մարտավարական հետախուզահարվածային անօթաչու թռչող սարքերով, ռազմավարական հետախուզահարվածային անօթաչու թռչող սարքեր, չեմ ասում ժամանակակից բազմից ասեմ ադրբեջանական կողմը դրոնային զորքեր է ստեղծում, որոնք համալրված են FPV դրոններով, Perspersn դրոններով, հետախուզահարվածային, որոնք օրը 24 ժամ շաբաթի օր փակելու են այդ ճանապարհը կտրեն սնուցումից, այսինքն լրջագույնս խնդիրներ կան, լրջագույնս, դրա համար այդ ճանապարհի տալը շատ մեծ դերի վտանգ շատ մեծ դերի խաղում է ճանապարհը Հայաստանի Հանրապետության կենսունակության համար Հայաստանի մի մասը սնուցում է փաստացի Վայոց ձորի Սյունիքի մարզի այդ ճանապարհով, դրանից բացի Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանությունը ունի երկու բացասական, որից մեկը Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը կրկին սնուցում է այդ ճանապարհով, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչ մտնում է, Երևան հասնում է M2 մայրուղով, M2 միջպետական ճանապարհով։ Մեծ այդ ճանապարհը փակեղավ, շատ լուրջ խնդիրներ են ծագելու, չեմ ասում, որ Գորիս Կապանչակատեն ճանապարհ, որ ադրբեջանական կողմը վերցել փակել անդրել էր Էյվազլի, այդ ճանապարհը փակելուց հետո իրանական բեռնատարներն արդեն են խնդիրների
հետ բախվել։ Նորից եմ ասում, կա 4 անկլավ Տիգրան Աշենքյարքին, Սոֆիուն Բարխուդարլուն Տավուշի մարզում են, դրանց տալը նշանակում է, որ Իջևան Բերդ ճանապարհը փակվելու է։ Դրանց տալը նշանակում է Հայաստանից ու Վրաստանի Հանրապետության տանող ճանապարհից մեկը փակվելու է, չեմ ասում գազատար խողովակներ Վրաստանից գալիս են եւ Իջևան նոյեմբերյան ճանապարհն է, այսպես ասենք, փակվելու։ Լրջակույնս խնդիրներ կան գազատար խողովակները։ Իր հերթին դրանց գումարը 4 սահմանամերձ բնակավայրերն են, ինչպես ասացի, ներքին ոսկեպարն է, Խեյրիմլին, Ղզել Հաջլան, Բաղանիս այրումը, որոնք կրկին ադրբեջանությունը պահանջում է եւ ակնկալում է ստանալ, դեմարկացիա դելիմիտացիա, համազատում, սահմանագծում, այսպես ասենք, գործընթացի շրջանակներում, դրան գումարած 4 կարևորագույն անկլավները Տիգրան Աշենքյարքին, Սոֆիուն Բարխուդարլուն եւ Վերին ոսկեպարը։ Հետևաբար սրանց տալը լրջագույնն է, ռազմավարական նշանակության, տնտեսական նշանակության շատ մեծ վտանգներ եւ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար։